Եվ ամեն բանից առաջ կուզեմ սրտանց գլուխ խոնարեցնել մեծ Աստծո առջև եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի ու նրա մարմնի առջև, եկեղեցու առջև։ Տերը օրհնի խաղաղություն տա յուրաքանչյուրիդ։ Տերը ողորմա եւ բարձրացնի ամեն մեկին։ Որովհետեւ Տիրոջ սերը այնքան մեծ է, որ չգիտեմ ոնց կարող մենք բացատրենք այն սերը, որին այսօր մենք արժանանում ենք։ Այսօր մեզանից ոչ մեկը պատահական չի Աստծո տան։ Սա շատ երկար տարիների արդյունքների արդյունքն է, որ մեզ համար արդյունքով աղոթք են հայել։ Վաղն էլ մեր արդյունքների պատասխանը պիտի առնենանանք, ովքեր որ կճանաչեն Տիրոջը։ Օրհնյալ լինի Աստված։ Հիսուս Քրիստոս թաքնված չէ։ Նա ծածուկ տեղերումը չէ, բայց ամեն ծածուկը տեսնում է։ Ամեն կարիքավորի տեսնում է։ Այսօր մենք չգիտեմ, որպես կարիքավոր ենք եկել Աստծո առջև, թե որպես պահանջատերեր, որովհետև Իսրայելի ժողովուրդը միտեղ պահանջկոտ էր, պահանջում էին ջուր, պահանջում էին հաց, միս, երևի թե լավ կյանք, որին որ ամեն անգամ արժանանում էին, բայց Տիրոջ ողորմությունը երբեք չէին գտնում։ Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ Այսօր ես ու դու գտել ենք այդ Տիրոջ ողորմությունը, որովհետև մեր նպատակը հացի կշտությունը չէ, այլ Տիրոջ փրկությունը։ Ապրելու Տիրոջ համար, Տիրոջ հետ եւ ժողովրդի համար, փառավորվի Աստված։ Ամեն մեկս յուրովի մի օրինակ են յուրաքանչյուրի համար, ամեն կողքինի համար, որ իմանան, որ կա Աստված, կա Արարիչ հզոր, կա Տեր փրկիչ, որի անունը Հիսուս է, որ իր կյանքը չխնայեց, եկավ երկրի վրա տառապանք կրելու, օրհնյալ լինի Աստված։ Ու միայն սա ենք հասկանում սիրելիներ, ամեն հոգևոր մարդ, ամեն հոգևոր արարած, ով որ ճանաչում է Հիսուս Քրիստոսին, պիտի իմանա, թե ինչի համար է եկել։ Որ այս կյանքից փոխադրվի մեկ ուրիշ կյանք, որը այսօր մեզ դուրել չի գալի։ Շատ էին երևի դուր է գալի։ Ու ես վերջերս մի միտք եկավ իմ մեջ, այն ժամանակվա ժողովրդի ու այս ժամանակվա ժողովրդի համար Իսրայելի մեջ տառապող ժողովուրդը ի վերջո հանգստություն գտավ անապատումը։ Մենք էլ մի ժամանակ եւ նրանք անապատի մեջ հիշում էին ամաններով միսը, սոխը, սխտորը իրանց հիշողությունից երբեք չէր ջնջվում։ Ու հաճախակի որոշ մարդկանց հետ խոսալով նրանք էլ են հիշում կոմունիստական կուսակցությունը։ Ամեն բան կար, ամեն ինչ կար, ապահով էին, բայց որ կյանք չունեին, դրա մասին չգիտեին, որովհետև այդ կյանքը մարդկանց միջից խլել էին, հանել էին, սովորեցրել էին, որ կյանք չկա, բայց կյանքը կա, օրհնյալ լինի Հիսուսը։ Այդ կյանքը այսօր էստեղ է։ Ես եմ կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Այսօրվա այն խոսքի մեջ, որ կուզեմ ուշադրություն անենք սիրելիներ, այն ժամանակվա ու այս ժամանակվա ժողովրդի համար, ինչ ասում Աստված Կորինթացիների եկեղեցում սիրելիներ։ Առաջի Կորինթացիների 10-րդ գլուխ դժվար չի մի անգամ էլ ասենք Փառք Հիսուսին։ Մի քիչ որ երթում եմ, մի քիչ էլ ասենք, աչքերս ծանրացել են, բայց ամեն դեպքում սիրելիներ, այս խոսքերը մեզանից յուրաքանչյուրին է վերաբերվում։ Ինչ է հիշեցնում Աստված մեզանից յուրաքանչյուրին,
Այն ժամանակվա մարդկանց ու այս ժամանակվա մարդկանց տարբերությունը որն է։ Երևի թե շատ չնչին այդ տարբերությունը, որովհետև այն ժամանակ էլ երբ որ Աստված իրապես առաջնորդում էր այդ ժողովրդին եւ ասում ասիելներ նայենք հենց առաջի համայից չեմ կամենում եղբայր որ չգիտենաք թե մեր հայրերը ամենն էլ անպիտակն էին եւ ամենը ծովի միջով անցան եւ ամենը Մովսեսով մկրտվեցան եւ ամենը այսինքն անապատումը եւ ծովումը եւ ամենն էլ նույն հոգեվոր կերակուրը կերան եւ ամենն էլ նույն հոգեվոր խմելիքը խմեցին որովհետեւ այն հոգեվոր վեմիցն էին խմում որ գնում էր նրանց հետ եւ այն վեմն էր Հիսուս Քրիստոսը օրհնյալ լինի Աստված Այսօրվա եւ այն ժամանակվա տարբերությունը երևի թե չկա այսօր նույն հոգեվոր կերակուրն ենք կերակրվում նույն հոգեվոր խմելիքն ենք խմում նույն հոգեվորն է մեր արժևից գնում ու մենք նրա ժողովուրդն ենք բայց ցավոտ մի բան կասիելներ որ գրում ասում է Աստված նրանցից շատերին չհավանեց ամեն Աստված մեզ հավանում է թե չի հավանում Սա խնդիրը յուրաքանչյուրիս համար, որի պատասխանը այսօր մենք չունենք։ Աստված մեզ հավանում է թե չի հավանում։ Ուղղակի մի հուսադրողական խոսք, որ եթե հավանած չլներ այստեղ չէինք լինի։ Եթե նա իր որդու աշխատանքին, տառապանքին, նրա չարչարանքին եւ աղոթքին նայած չլներ, այսօր մեզանից մեկն էլ այստեղ չէր լինի։ Օրհնյալ լինի Աստված։ Թող այս հավանությունը, Աստծո տված հավանությունը հավիտենական լինի մեզանից յուրաքանչյուրի համար։ Ճանաչելով նրա մեծությունը, նրա ամենակարողությունը մենք կարողանանք հնազանդվենք։ Աստված նրանցից շատերին չհավանեց եւ նրանցից շատերը անապատումը փռված մնաց։ Օրհնյալ լինի Աստված։ Այս խոսքի շուրջ երկար երևի մտորելուց սենց մի միտք եկավ։ Այն որ Հիսուս ասում էր ցեզանից մեկը պիտի զիս մատնե ու ամեն մեկ ասին Միթե ես եմ, ու ես էլ ինձ եմ հարց տալի, միթե Աստված ինձ էլ չի հավանում։ Միթե իմ գործերը այսօր են են, որոնք որ Աստծուն չեն փառավորում, Աստծուն չեն մեծարում։ Իհարկե, եթե քննենք մեր անձերը, բավականին սխալներ մեր կյանքում կգտնենք։ Շատ թերություններ կգտնենք, շատ ծուռ տեղեր կգտնենք, որոնք որ շտկվելու, կարգավորվելու, ուղղվելու տեղ ունեն, բայց ինքներս չենք կարող։ Մենք մեզանով ոչինչ չենք կարող, Աստված պիտի անե։ Իսկ այդ Աստծուն սիրելներ ճանաչել է պետք, նրա հետ շփվել է պետք, նրա հետ խոսել է պետք, նրա առջև խոնարհվել է պետք, որի վերջում Աստված ինքը մեզ կբարձրացնի։ Փառք Տիրոջը սիրելներ, որ այսօր իրականում կանք, այսօր միասին ենք, եկել ենք փառավորելու, մեծացնելու Մեկին, որ առանց են էլ շատ մեծ է, շատ է զորը, նրանից մեծը չկա։ Նրանից բացի ուրիշ մեկը չկա, որ կարող լինի օգնել, կարեկից լինել, փրկել ու ապրեցնել, այսօր նրա շնորհիվ ենք ապրում, փառավորվի Աստված։ Իմ կյանքում շատ եմ տեսել սիրելներ նման իրավիճակներ, երբ որ ներեք ես գանգրենա ասած հիվանդությունը, երբ որ կար ասում էի, որ սրա վերջն է, սրանից բուժում չկա, անպայման պիտի մեռնի, բայց չէ, կա բուժում, կա ապրելու օրեր, կա ապրելու ժամանակներ, կա մեկը, որ ապրեցնում է յուրաքանչյուրին, փառավորվի Աստված, օրհնյալ լինի Քրիստոսը, այսօրվա մեր պաշտամունքը պատահական պաշտամունք չի, որոշված պաշտամունք է, այսօրը Տիրոջն է, ու մենք էլ Տիրոջն ենք, փառավորվի Աստված։ Բայց միայն հասկանանք, թե Տերը մեզ ինչի է կանչել, ինչ նպատակներ ունի մեզ հետ, որի համար կուզեմ Հովանու ավետարանի 15-րդ գլխից իրապես որոշ տեղ կարդամ, որի մեջ ասում է, որ ոչ թե դուք եք ինձ ընտրել, այլ ես եմ ձեզ ընտրել։ Ամեն, փառավորվի Աստված։ Մենք չէ, որ իրան ընտրել ենք, այլ ինքը մեզ ընտրեց, և ինչի համար։ Գիտեք, ամեն մեկի առջև պարտավորություններ կա, ամեն մեկի առջև իրապես գործ կա, որ Աստված ուզում է այդ գործը տեսնել,
Ինչի համար։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ ղրկեցի, որ դուք գնաք պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա։ Օրհնյալ լինի Աստված։ Գիտեք, որքան է իրապես Աստված սպասում այն պտուղներին, որ մեր մեջ պիտի առաջանան, այն պտուղները, որ Տիրոջը պիտի բարձրացնեն, այն բոլոր խորհուրդները, որ Տիրոջ անունը անընդհատ գիշեր ու ցերեկ պիտի փառավորեն, Աստված դրա համար որոշված ժամանակ ունի։ Այսօր այդ ժամանակներից մեկն է։ Եկել ենք Տիրոջը փառավորելու։ Մեր շուրթերի փառքը, պատիվը բերելու Աստծուն ու ասել Տեր, դու փառավոր Աստված ես։ Դու զորավոր Աստված ես։ Միայն տեսիելներ Աստծուն գնալու ժամանակ Եզրասի գրքում գրված էր, որ Եզրասը իր սիրտը պատրաստել էր Տիրոջ խոսքը լսելու։ Օրհնյալ լինի Հիսուսը։ Եթե մենք էլ իրապես մեր պաշտամունքների ժամանակ նախապես պատրաստում ենք մեր սրտերը, դատարկում ենք, որ կարողանանք Տիրոջ տանից ինչ որ մի բան լցնելու մեր սիրտը, որ այդ սրտով կարողանանք ապրենք ու գոյատևենք եւ ասենք ոչ թե մենք, այլ Հիսուս ապրում է մեր մեջը, փառավորվի Աստված։ Խոսքը ապրում է մեր մեջը։ Ոչ մի խոսք պատահական չի, ոչ մի խոսք իզուր տեղը չի հնչվում այստեղից բոլոր ականջներին, որ ամենը հասկանան, ով լսելու ականջ ունի, թող լսե, փառավորվի Հիսուսը։ Մեծ է Տիրոջ անունը, սիրելիներ։ Շատ երկար չեմ խոսի, սիրելիներ, որովհետև նայելով այս ամենին, ես ուզում եմ հասկանանք, սիրելիներ, Երեմիայի մարգարեության մեջ մեկ խոսք կա մեզ վերաբերվող, ամեն մեկից վերաբերվող, սիրելիներ, որ ինչ Աստված մեզ պատվիրում այս երկրի համար, այս քաղաքի համար, այս տարածաշրջանի համար, նայենք 29 գլխի 4-ից 7 համարները, այսպես է ասում զորաց Տերը, Իսրայելի Աստվածը, բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տվի Երուսաղեմից, Բաբելոն, տներ շինեցեք և բնակվեցեք, և այգիներ տնկեցեք և կերեք նրանց պտուղը, կանայք առեք և տղերք ու աղջիկներ ծնեցեք, և ձեր տղերանց համար կանայք առեք և ձեր աղջիկին մարդի տվեք, որ նրանք տղերք և աղջիկերք բերեն, և շատացեք այդտեղ, և մի քիչանաք, և այն քաղաքի խաղաղությունը ուզեցեք, ուր որ ես ձեզ գերի եմ տարել, և աղոտ կարեք նրա համար, Տիրոջը, որ նրա խաղաղությունով ձեզ խաղաղություն կլինի, փառավորվի Աստված։ Գիտեք, բավականին բաները, սիրելիներ, որին մենք այսօր ուշադրություն չենք անում, նամանավանդ շատ կներեք երիտասարդները, որ այս առումով երևի թե չգիտեմ ինչ միտք ունեն, ինչ հասկացողություն ունեն, ում են սպասում, ինչի են սպասում, բայց Աստված ասում է շատացեք։ Ամեն։ Շատացեք։ Ներսից պիտի շատանանք, ոչ թե դրսից։ Եթե ներսից այս աճը լինի, Տիրոջ ողորմությունը անպայման կլինի, փառավորվի Հիսուսը։ Սա է, որ կարողանանք հասկանանք Տերը ինչ է ասում, ինչի համար է ասում, մարդի տվեք, աղջիկ բերեք, կանայք առեք, զավակներ ծնեցեք, աճեցեք ու մի քիչանաք։ Օրհնյալ լինի Աստված։ Բայց մենք այս երկրի վրա մի թշնամի ունենք, որը որ անընդհատ մեր պակասությունն ասում։ Մեր իրապես շարքերի մեջ պակասություն ասում տենալ, բայց Աստված լրացնում է, Աստված մեծացնում է, օրհնյալ լինի Աստված։ Ու մի խոսք ևս ելներ, որ գրված է 31 գլխի մեջ, էլի Երեմիայի մարգարեության, որ Աստված մի խոստում ունի, որի մեջ ասում է, ահա օրեր են գալի, օրհնյալ լինի Աստված։ Այդ օրը միգուցե այսօր է, միգուցե վաղն է, բայց վաղվա համար հույս չունենք, մեր հույսը այսօրվա մեջ է։ Երեկվանն էլ մերը չէր, երեկվանն անցկացավ, վաղվանը դեռ չի եկել, այսօրն է մեր օրը։ Այսօր եթե հավատում ես նրան, սիրտդ բաց հրա նրա առջև։
Եվ ասո խոսքը ասում է, ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կատարեմ, նոր ուխտ կապեմ, ոչ թե այն ուխտի պես, որ ես արի նրանց հայրերի հետ այն օրը, որ ես բռնեցի նրանց ձեռքիցը եւ Եգիպտոսի երկրից նրանց հանեցի, որ իմ այն ուխտը նրանք զանցարին, թեպետ ես նրանց հետ ամուսնականապես կապվել էի, ասում է Տերը, այս ուխտը, այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայելի տան հետ, այն օրերից հետո ասում է Տերը, իմ օրենքը պիտի տնեմ նրանց ներսումը եւ նրանց սրտի վրա պիտի գրեմ այն եւ ես պիտի լինեմ նրանց Աստված եւ նրանք պիտի լինեն ինձ համար ժողովուրդ օրհնյալ լինի Աստված մեկ բան եւս Աստված ավելացրեց այն ուխտը որ կապել է նրանց հայրերի հետ նրանք այդ ուխտը զանցարին որտեղ իրանց սրտի տախտակների վրա չկար բայց այսօրվա մեկ ուրիշ ուխտը, որ Աստված ասում է, ձեր ներսումը պիտի տնեմ, ձեր սրտի տախտակների վրա պիտի գրեմ, եւ դուք կլինեք ինձ համար ժողովուրդ, եւ ես կլինեմ ձեզ համար Աստված, փառավորվի Տերը։ Գիտեք, էլի Տիրոջ մտահոգությունն էր։ Այն ժամանակ, երբ որ Աստծո օրենքը քարե տախտակների վրա էր, մարդիկ օրենքները գիտեին, բայց թե կատարում էին, չէին կատարում, Աստված գիտեր, բայց այսօրվա օրենքը մարդու սրտի տախտակների վրա է գրվում, որ ոչ ջնջվում է, ոչ էլ փշրվում է, ոչ էլ անհայտանում է, դա քո մեջ դա, քո մեջի սերը, քո մեջի պատվիրանքը, քո մեջի խորհուրդը, քո մեջի ուխտը, որ արել ես Աստծո հետ հավատարմության ուխտ ես արել, Աստված օրհնի այդ հավատարմությունը յուրաքանչյուրի մեջ Եղեք հավատարիմ Տիրոջը, Տերը իրան հավատարիմ եղողներին հավատարիմ է։ Իրարու ձեռք բարձրացրեք եւ ձեր ձեռքերը բարձր կլինեն։ Իրարու համար աղոտ կարեք, որ բժշկվեք եւ Տերը օգնի ձեզ։ Օրհնյալ լինի Հիսուսը։ Թող Աստված փառավորվի սիրելներ։ Շատ երկար ես ճիշտն ասած միգուցե պատճառ եմ բռնում, բայց պատճառը սա չէ։ Ես ուզում եմ աղոտ կանենք։ Աղոտ կանենք մեր հետագա կյանքի համար։ Եվ ինչի՞ չէ աղոտ կանենք մեր ընտանիքների համար։ Օրհնյալ լինի Աստված։ Անօրենը մեր պատուհաններից ներս է մտել։ Մեր երեխանց գերի է դարձնում։ Իր անօրենություններով իր ստություններով, իր խապկանքներով օրհնյալ ես դու հայր, օրհնյալ է քո անունդ Աստված իմ բարին, ես իրապես գլուխ եմ խոնարհեցնում քո մեծության